Հայաստանում թմրանյութերի օգտագործման խնդիրը չի շրջանցել նաև ուժային համակարգը։ Վերջին 5 տարիներին տասնյակ ոստիկաններ ազատվել են ծառայությունից հենց թմրամիջոցների օգտագործման պատճառով։ 2020-ից մինչև 2025 ծառայությունից ազատվել է առնվազն 53 ոստիկան։ Թմրամիջոց օգտագործելու ապօրինի շրջանառության կամ փորձաքննությունից հրաժարվելու հիմնավորմամբ միայն 2024-ին ըստ մամուլի ոստիկանության 18 ծառայող է ազատվել աշխատանքից։ Թմրամիջոցները, այսպես ասած, համաճարակը տարածվել է փաստորեն նաև ուժային կառույցներում, որը իհարկե բնական էր, որովհետև ուժային կառույցներում աշխատող մարդիկ նույնպես երբեմն կարող են գործածել թմրամիջոցներ։ Անմասն չմնալ ընդհանուր տենդենսից, այսպես ասած, որը իհարկե շատ ցավալի է։ Փորձագետների խոսքով ոլորտում առկա խնդրի պատճառներից մեկն այն է, որ համակարգում նարկոլոգիական թեստավորումը ոչ պարբերաբար է եղել։ Միայն տարիներ առաջ են որոշ ստորաբաժանումների ոստիկաններին ստուգել։ Նկատում են, թեև այժմ որոշակի վերահսկողություն իրականացվում է ծառայության անցնելուց կամ ատեստավորումից առաջ, սակայն դա բավարար չէ։ Ոստիկանությունում ծառայության անցնելիս տվյալ անձը անցնում է համապատասխան բժշկական ստուգումներ, ինչի ընթացքում ստուգվում է նաև նրա հաշվառված լինելու փաստը նարկոլոգիական կենտրոնում կամ հոգեբուժարանում։ Բացի այդ, ատեստացիայի ընթացքում ծառայողները հանձնում են համապատասխան թեստեր։ Թմրանյութերի օգտագործումը ըստ վիճակագրության ամենաշատը արձանագրվել է կրտսեր խմբի ծառայողների շրջանում։ 32 ազատում կրտսեր տեսուչների, ոստիկանների եւ ավագ ոստիկանների շարքից։ Այստեղ չակերտավոր առաջատար են նաև բարեկային ծառայությունն ու ոստիկանության զորքերը։ Հատկապես ուժային կառույցներում, իրավապահ մարմիններում աշխատակիցների կողմից թմրամիջոցների գործածումը ուղղակի անթույլատրելի է, բայց մենք միշտ նշել ենք, շեշտել ենք, որ թմրամիջոցների դեմ պայքարի լավագույն միջոցը հիմնավոր գիտելիքների տրամադրումն է ազգաբնակությանը։ Տարվա առաջին 5 ամսվա ընթացքում ներքին գործերի նախարարության ոստիկանության 8 ծառայող է ազատվել աշխատանքից թմրանյութեր օգտագործելու համար։ Սա ըստ մասնագետների ոլորտում առկա վերահսկողության բացի մասին է խոսում։ Թմրամիջոց գործածող ոստիկանը չի կարող թմրամիջոցների դեմ էֆեկտիվորեն պայքարել, դա միանշանակ է։ Վերջերս շաբաթներ առաջ հաստատվեց թմրամիջոցների դեմ պայքարի 2025-2027 թվականների ազգային ռազմավարությունը, որոնք վերաբերել են նաև իրավապահ մարմիններին եւ իրավապահ մարմինների շրջանում թմրամիջոցների գործածման կանխարգելման միջոցառումներին։ Թմրամիջոցների դեմ պայքարի այս ծրագրի հետ մասնագետները հույսեր են կապում։ Այն օրերս գործադիրը հաստատեց, ասում են գուցե վերահսկողության մեխանիզմները նպաստեն խնդրի լուծմանը եւ ամփոփում են հասարակությունը պետք է վստահ լինի, որ օրենքը պահողն ինքը օրինապահ է։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։